Կարիճի ամիսը կբերի բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ, վերակառուցում, բնական աղետներ և տնտեսական խնդիրներ։ Կիսվում է այս ամենով Աստղաբան Թամարա Գլոբան 2025 թվականի նոյեմբերի համար։ 2025 թվականի նոյեմբերը կլինի ժամանակակից պատմության ամենաբաղտորոշ ամիսներից մեկը։ Հայտնի ռուս Աստղաբան Թամարա Գլոբան կիսվել է կանխատեսմամբ, որը մեզ ստիպում է մտորել առաջիկա փոփոխությունների մասշտաբների մասին։ Կարիճի ամիսը կբերի ոչ միայն փոփոխություններ, այլև իրական ցնցումներ, որոնք կխախտեն ծանոթ համաշխարհային կարգը։ Մենք կազմել ենք ամենակարևոր կանխատեսումները, որոնք վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին, անկախ մեր կենդանակերպի նշանից։ 2025 թվականի նոյեմբեր՝ համաշխարհային ցնցումների ամիս։ 2025 թվականի նոյեմբերը կցնցի Կարիճի հովանու ներքո կենդանակերպի նշան, որը կառավարվում է պատերազմող Մարսի և փոխակերպող Պլուտոնի կողմից։ Այս պայթյունավտանգ համադրությունը խոստանում է խոշոր քաղաքական ցնցումներ բերել աշխարհի տասնյակ երկրներում։ Մենք կտեսնենք հսկայական թվով փոփոխություններ, ցնցումներ և վերափոխումներ, որոնք ամբողջությամբ կշրջապատեն աշխարհը։ Սա նոր իրադարձությունների սկիզբն է, հին ժամանակաշրջանի ավարտը, որը բազմաթիվ առումներով անհանգստացնում է և միևնույն ժամանակ նոր փուլի սկիզբը, զգուշացնում է Թամարա Գլոբան։ Առաջինը հարված կստանան եվրոպական երկրները, որտեղ երկարատև քաղաքական համակարգերը կսկսեն ճաքեր կրել։ Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը նույնպես կհայտնվեն հեղափոխական տրամադրությունների կենտրոնում։ Նույնիսկ հեռավոր Հարավային Ամերիկան չի լինի անխոցելի առաջիկա ցնցումներից։ Տասնամյակներ շարունակ իշխանությունը զբաղեցրած մարդիկ ռիսկի են դիմում կորցնել իրենց դիրքերը ընդամենը մի քանի օրում։ Իշխանությունները ստիպված կլինեն արտակարգ դրություն հայտարարել հաղթահարելու համար։ Աստղագուշակի խոսքով աշխարհը բաժանվում է երկու բևեռային ճամբարների, և այս բաժանումը հատուկ ուժգնությամբ կարտահայտվի նոյեմբերին։ Բնության հարվածներ, բնական աղետներ, քաղաքական ցնցումները նոյեմբերին միակ սպառնալիքը չեն լինի։ Ինչպես բացատրում է Թամարա Գլոբան իր կանխատեսման մեջ, տարերկները կարտահայտվեն կործանարար ուժով և աստղագուշակը խստորեն խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել ամսվա սկզբին և երրորդ տասնօրյակում։ Ջրհեղեղները կհարվածեն տասնամյակներ շարունակ անվտանգ համարվող շրջաններին։ Երկրաշարժերը կցնցեն սեյսմիկ ակտիվ գոտիներում գտնվող տարածքները, հրդեհները կծածկեն անտառներ ու բնակավայրերը, սրելով արդեն իսկ լարված իրավիճակը։ Այս ժամանակահատվածը կնշանավորվի բնական աղետների հետ կապված կարևոր իրադարձություններով։ Իշխանությունները կբախվեն քաղաքական հակամարտությունները միաժամանակ ճնշելու և բնական աղետների հետևանքները հաղթահարելու անհրաժեշտության հետ։ Սա լուրջ փորձության կենթարկի բազմաթիվ երկրների արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերը, զգուշացնում է Թամարա Գլոբան։ Ֆինանսական համակարգը պայթում է եզրերից։ Ավանդական ֆինանսական համակարգը հարձակման կենթարկվի 2025 թվականի նոյեմբերին։ Աստղաբանը կանխատեսում է փոփոխությունների երկու խոշոր ալիք, որոնք մարդկանց կստիպեն վերանայել իրենց վերաբերմունքը փողի և վճարման մեթոդների նկատմամբ։ Հին վճարման մեթոդներն ու ֆինանսական գործիքները արագորեն կկորցնեն արդիականությունը, դրանք կփոխարինվեն նոր համակարգերով, որոնց մասին մարդկանց մեծ մասը դեռևս տեղյակ չէ։ Սա կազդի ոչ միայն խոշոր բիզնեսների, այլև սովորական քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Բանկերը կբախվեն իրենց համակարգերի շտապ վերակառուցման անհրաժեշտությանը։ Կրիպտոարժույթները և միջոցները պահելու այլընտրանքային մեթոդները կարող են կտրուկ աճել իրենց ժողովրդականությամբ։ Նրանք, ովքեր վաղ կճանաչեն նոր միտումները և կհարմարվեն դրանց, կշահեն։ Նրանք, ովքեր չեն ռիսկի դիմում կորցնելու իրենց խնայողությունների զգալի մասը կամ լուրջ դժվարությունների հանդիպելու ֆինանսական գործարքների հետ։ Ստեղծագործական հեղափոխություն և նոր առաջնորդներ։ Հին աշխարհի կործանման ֆոնին նոյեմբերը նաև դրական փոփոխություններ կբերի։ Ստեղծագործ մարդիկ, նկարիչները, գրողները, երաժիշտները և յուրաքանչյուր ոք, ով ձգտում է արտացոլել ժամանակակից աշխարհը և ցույց տալ ապագայի ճանապարհը, կզգա ոգեշնչման և էներգիայի աննախադեպ ալիք։ Ստեղծագործական միությունները կվերածնվեն նորացված եռանդով, աշխարհին բերելով թարմ գաղափարներ և համարձակ նախագծեր։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքը համարում են ժամանակակից աշխարհի արտացոլում, ապագան պատկերացնում և ավելորդ անցյալը մի կողմ են դնում, կլինեն ամենաակտիվները, նշում է Աստղաբանը։ 2025 թվականի նոյեմբերը կլինի նոր քաղաքական առաջնորդների ծննդյան ժամանակ։ Սրանք կլինեն մարդիկ, ովքեր չեն վախենում ճշմարտությունն ասել և պատրաստ են պայքարել իրենց ժողովրդի կողքին արդարության և փոփոխությունների համար։ Սակայն նրանց սպասում են դժվարին ճանապարհ։ Առաջիկա ամիսներին նրանք ստիպված կլինեն պաշտպանել իրենց սկզբունքները, իրենց անունը և առաջնորդության
իրավունքը կատաղի պայքարում։ Հատկապես բարենպաստ ժամանակահատված է սպասվում այն առաջնորդներին, ովքեր անկեղծորեն հոգ են տանում իրենց ժողովրդի բարեկեցության մասին եւ հարգում են իրենց երկրի ավանդույթներն ու մշակույթը։ Նրանք կմնան ամուր ոտքերի վրա, նույնիսկ երբ իրենց շուրջը քաոս է տիրում։ Նպաստավոր օրեր կարևոր հարցերի համար։ Ամսվա ընդհանուր լարվածությունից անկախ Թամարա Գլոբան նշել է կոնկրետ ամսաթվեր, երբ էներգիան առավել բարենպաստ կլինի կարևոր հարցերը լուծելու համար։ Եթե անհրաժեշտ է ճանապարհորդել, կարևոր հանդիպում անցկացնել կամ նոր նախագիծ սկսել, ուշադրություն դարձրեք հետևյալ ամսաթվերին՝ նոյեմբերի 2, 4, 5 եւ 8, նոյեմբերի 12-ի երեկոյան եւ 13-ի գիշերը, նոյեմբերի 20-ին, 21-ին, 22-ին, նոյեմբերի 23-ի գիշերը, նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ի առաջին կեսին եւ նոյեմբերի 30-ին գիշերը։ Այս օրերին տիեզերական էներգիաները ամենից շատ կնպաստեն ձեր ջանքերի հաջողությանը։ Պլանավորեք ձեր ամենակարևոր նախագծերը այս ժամանակահատվածների համար հաջող արդյունքի հասնելու ձեր հնարավորությունները մեծացնելու համար։ Մյուս օրերին լավագույնն է զգույշ լինել եւ խուսափել ավելորդ ռիսկերից։ 2025 թվականի նոյեմբերը պատմության մեջ կմտնի որպես մեծ փոփոխությունների ամիս։ Հին աշխարհը անցնում է տեղ զիջելով նորին։ Այս գործընթացը ցավոտ եւ վախեցնող է, բայց անխուսափելի։ Աստղերը խորհուրդ են տալիս մնալ հանգիստ, պատրաստ լինել անսպասելիին եւ չվախենալ անցյալը թողնելուց։ Նրանք, ովքեր կարող են հարմարվել նոր պայմաններին եւ ընդունել փոփոխությունները, հաղթանակած դուրս կգան այս ամսից։ Նրանք, ովքեր չեն կարողանա, ստիպված կլինեն մեծ ջանքեր գործադրել իրադարձությունների հորձանուտում չկորչելու համար։